Այսօր երկրապահողն է, հարցի օգտվելով ես ուզում եմ շնորհավորեմ բոլոր երկրապահներին, դիրքերում կանգնած տղերքին, մեր բանակին, մեր ժողովրդին։ Այսօրը նաև խորհրդանշական Շուշիի ազատագրման օրն է։ Շուշիի օպերացիան ինչ տվեց մեր հաղթանակներին եւ այսօր արդյոք արժեզրկված չէ ըստ ձեզ այդ հաղթանակը։ Դա այդ հարցն կտակ ուրիշ տեղ, ինչ վերաբերում է Շուշիին, ես իմ Շուշիի ազատագրման գիտեք ես էլ եմ մասնակցել 92 թվականին վիրավորվել եմ եւ իմ երջանիկ օրերից մեկն էլ է Շուշիի ազատագրումը եւ մեր առաջի շքերթը։ Մենք երկրապահներս այն ժամանակ էլ հիմա էլ նույն առաքելությունն ենք տանում, այսօր էլ բազգնի թողած պատգամն ենք տանելու, միջև վերջել կտանենք։ Հարսանիք Եթե երկրապահի շրջանակներում հարցեր ունեք տվեք։ Հարսանիք լեռներում լինելու է, այստեղ երկրապահների շրջանակում է, որտեղ երկրապահների մեծ մասը մենք ձեր գալուց առաջ զրուցում էինք, ասում էին հարսանիք լեռներում պիտի լինի եւ Արցախը պիտի կրկին ազատագրենք։ Գիտես ինչից եկա հարսանիք լեռներում։ Հա ինչ համար են այդ օպերացիան անվան է հարսանիք լեռներում։ Ինչ համար։ Ազատագրելուց հետո կամ ուսանար պետք է։ Այո, ավրեք։ Գոնե այդ մի բան գիտեք։ Շուշին չկա։ Լավ, վերեք, եթե մի քիչ խելոք ելնենք, այսօր մենք կարողանանք համախմբենք ազգովի։ Դեռ ճամփա ունենք հասնելու։ Պետք չի քաղաքականացնել, պետք չի ուրիշ բաների ուղղությամբ տալ։ Ասում են դուք լռում եք շատ հարցերում, որ Ես չեմ լռում, ես դիրքերում որոնում եմ։ կառավարությունը հատկացում էր արել երկրապահին։ Կառավարությունը հատկացում չարե, բանակն է հատկացում արե, երկրապահը, դե նկատ ունես վարչապետը բանակը, նախարարությունը պաշտպանության։ Պարոն Միքայելյան, 92-ին ավելի քիչ Հատկացում եմ մենք գիտեք 20 թվականից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում ենք Արցախյան ազատամարտում երկրապահ 4000 հոգու մասնակցել է Արցախում 7-9 ուղղությամբ տվել ենք 74 113 վիրավոր եւ մենք գիտեք այսօր պատանի երկրապահներ ենք որ երեխաներ ենք պատրաստում վաղը որ զինվոր դառնան դրա համար եւ մենք մինչեւ այսօր էլ շատ ու գիտեք որ այսօր երկրապահները շատ անձինք ծիրացել են, շատ սոցիալական խնդիրներ ունեն, շատ խնդիրներ ունեն եւ դրանցով ենք զբաղվում նաեւ։ Գիտեք տարեկան մենք ամեն տարի ճամբար ենք բերում, ճամբարը գտնվում է բանում Մարտունիում տարեկան 1500-ից 2000 երեխա են հանգստանում, ճամբարը սովորական ճամբար չի, ռազմականացված ճամբար է, ոնց որ բանակի առօրյա նույն ձևի մեր երեխաներն են զբաղվում, որ հետո Երկրապահները նաև Սյունիքում են, մենք գիտենք, որ խնայել։ Ես չեմ ուզում ասեմ երկրապահներ որտեղ են, ինչն արգելված։ Հակառակորդը ակտիվացել է կրկին։ Դե կրակոցներ հնչել, կարող եք այս առնել։ Դե բնականաբար այս վերջի օրերս կրակոցներ են տարբեր ուղղությամբ, բայց սովորական չգիտեմ իրանք ինչ են ուզում ասեն դրանով, կրակոցներ լինում է։ Ինչ վերաբերում է երկրապահներ տարբեր ուղղությամբ այսօր են կանգնած մեծ թվականակով, չեմ ուզում թվականակացնեմ եւ ասեմ որ ուղղությամբ։ Պարոն Միքայելյան, 92-ին մենք ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, քան վերջին տարիներին, բայց կարողացանք Արցախը ազատագրել, Շուշին ազատագրել։ Ո՞րն էր այդ հաղթանակի պատճառը։ Համարտությունը եւ Ազգեն Սարգսյանը։ Այն ժամանակ գիտեք տարբեր հավատքի, տարբեր կուսակցության, տարբեր ջոկատներ կային, որ անատներ կային, որ ջոկատներին սարքիրած համար սպարապետը կարացավ համախմբել բոլորիս, չունենալով բանակ, մենք տարանք հաղթանակ եւ բանակի բանի երկրապահի հիմքի վրա ձևավորված բանակը։ Իսկ ներկապահին երկրապահի դերը ինչ վերաբերում է։ Ես կոչ եմ անում հայ ժողովրդին
որ համախմբենք ժողովուրդ։ Այսօր դեռ մենք հանգիստ ամնում իրավարույթով ազբաղվում, վերապատրաստվում նման հարցերով։ Իսկ վերջին շրջանում ինչ վերաբերմունք եք նկատում երկրապահի նկատմամբ, երկրապահ կամավորական կառույցի նկատմամբ, հասարակության կողմից, քաղաքական ուժերի կողմից։ Գիտեք ինչ, ինչքան իշում եմ Չերչիլն ասա, եթե ամեն մի հետևից խոսացողին ես ուշադրություն դարձնեմ, իմ գործ չեմ կարողանա։ Երկրապահն այսօր բանակ է, որը կանգնած է բանակի կազմում, բանակի հետ։ Ժամանակ է կգա, ես չեմ ուզում ապագորգոր ասեմ, այդ սա խոսացողները, որ ամեն մեկը այսօր դարձել է հայրենիքի հերոս, պաշտպան, բայց չգիտի մեր արևը որից ելնում, որտեղ է մտնում, իսկ երկրապահն կանգնած է, ես չեմ ուզում հետագայում երևա ժողովուրդը կհասկանա այս տարիների ընթացքում հետպատերազմյան ժամանակաշրջանում ինչ արել երկրապահն Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պաշտպանության։ Գրիգորյանի հետ կապված քննարկումները այս օրերին ակտիվացել են, որովհետև երրորդ նախագահը նաև խոսել էր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ։ Դուք ինչ կարող եք ասել։ Օրինակ, դուք միջև հիմա հավատում եք, որ Մանվել Գրիգորյանը տուշոնկա ուտող էր։ Գրիգորյանը իմ արտական ընկերն է եղել, ուրիշ բաներ չեմ ասի, բլուզ դրան էլ երրորդ նախագահը որ խոսացել է, այսօր այն Մանվել Գրիգորյանի որ բռնին երրորդ նախագահի կուսակցական անդամ է, իրանից թող ճշտի։ Ինչի։ Դուք միջև հիմա ինչ եք կարծում։ Մանվել Գրիգորյանը տուշոնկա ուտող էր։ Ես այդ փաստերին չեմ ուզում անդրադառնալ, ես ձեզ ասացի։ Մանվել Գրիգորյան իմ արտական ընկերն է։ Պարոն Միքայելյան, Շուշին դժբախտ դժգույն է, թե ռազմավարական կարևոր հեգակ է։ Ասեն ուրիշ տեղ տարած։